Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին, 7-րդ ժամին, 9-րդ դասարանի որոշ երեխաներ չեն ցանկացել դասին նստել, ցանկացել են փախչել դասից։ Մի քանի տղա եւ երկու աղջիկ իջել են ներքև, պահակը թույլ չի տվել, որպեսզի փախչեն, բարձրացել են երկրորդ հարկ եւ այնտեղից թռել են։ Նյուզի թղթակցի հետ զրույցում նշել է Երևանի թիվ 117 հիմնական դպրոցի տնօրեն Թերեզա Ավագյանը, պարզաբանելով դպրոցում տեղի ունեցած միջադեպը։ Բոլոր երեխաները գնացել են տուն, նաև այդ աղջիկը, շրջել են քանաքեռով։ Նոր ժամը 6-ի կողմերը ծնողները երեխային տարել են հիվանդանոց։ Պարզվել է, որ երեխայի կողը ջարդվել է, բայց հիմա կյանքին վտանգ չի սպառնում։ Երեխան գտնվում է նորմալ վիճակում, դասղեկն այցելել է նրան։ Մենք կապ ենք հաստատել ծնողների հետ, ամեն ինչ նորմալ է։ Նույնիսկ երեխան ցանկանում է շուտապույտ վերադառնալ դպրոց դասերին։ Մյուս բոլոր երեխաները մոտ 20 երեխա դասին նստած են եղել եւ նորմալ դաս են ունեցել, ասել է դպրոցի տնօրենը, հերքելով տարածված տեղեկությունը, թե ուսուցիչը բարկացել է երեխաների վրա, հրաժարվել դասը պարապել եւ դուրս եկել դասասենյակից։ Այն հերյուրանքները, որ վերահսկողություն չկա դպրոցում, իրականությանը չի համապատասխանում։ Մեր դուռը միշտ փակ է, պահակը միշտ այստեղ կանգնած է, ընդգծել է դպրոցի տնօրենը։ Այսօր սեպտեմբերի 29-ին սկանդալային դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը 13:00-ից 14:00 ժամանակահատվածում դպրոցում դասապրոցեսի ժամանակ ուսուցիչներից մեկը, ում ինքնությունն այս պահին չենք հրապարակում, զայրացել է երեխաների վրա ասելով. «Թողեք գնացեք, ես չեմ պարապելու» եւ ինքը դուրս է գալիս դասարանից, ինչից հետո երեխաները, տեսնելով, որ ուսուցիչը նման վերաբերմունք է ցուցաբերում, դուրս են եկել դասարանից, ապա փորձել են կենտրոնական դռնով հեռանալ դպրոցից, սակայն պահակը թույլ չի տվել, ասելով, որ դեռ դասը չի ավարտվել։ Դրանից հետո, ըստ մի քանի ծնողների հայտնածի, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են. Մոտ 20 երեխա երկրորդ հարկի լուսամուտից թռել են, որի ժամանակ երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, երեխան եղել է շոկային վիճակում եւ ուժեղ ցավեր է ունեցել։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտություն են անցկացրել, որից հետո երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ եւ նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել շատ արագ հետազոտությունների արդյունքում գտնել ողնաշարի հատվածի վնասված մասը ու հիմա դեռ 1 շաբաթ եւս 14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքի մասին ծնողները տեղեկացրել են ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին, թե ինչ ընթացք է տվել ոստիկանությունը, պարզվում է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխաների ծնողները ասում էին նաև, որ իրենց ասածը իրականություն է եւ այդ ամենը ֆիքսվել են դպրոցում տեղադրված տեսախցիկների կողմից։